Հոգեբաններին շատ են ասում, ինձ շատ են հարցնում, ինչպես եք ձեր հույզերը հանում, այսքան պրոբլեմներ լսելիս, ինչպես է օրը ավարտվում, ինչպես չեք խելագարվում, ահա հենց այսպես, սուպերվիզիաներից, ճամփորդություններից, ընկերների հետ շփումից զատ, ես ինձ համար հայտնաբերեցի նոր աշխարհ, այն է Սարումի արտ թերապիան, արտ թերապիան Սարումում։ Սիրելիներս, պայքարեք ձեր կրեատիվ մտքերի համար, այն որ ուզում եք դառնալ արվեստի մարդ ընտանիքում ասում են սոված կմնաս, մի գնայ ուղղությամբ, մի պարի, մի երգի, մի նկարի, չենք լսում, գնում ենք մեր նպատակների ետևից, ես ուզում եմ պարկած հավաքել, եկեք իմ հետևից, ես ցույց տամ։ Այստեղ ուղղություններ ծուղ նրա համար, որ կապել ժամանակ ծառայել չկոտրել։ Եթե չկոտրվելու եւ լավ միտումի համար է, ուրեմն մեծին լսում ենք այս պահին, այս ոլորտի մեծը ինքն է։ Խնդրեմ։ Այս փնջի անունը լինելու է Մարարվեստ։ Ես ոնց որ ստեղծագործում եմ, երեխեք, Մարարվեստ։ Նարեկի նման մեծ տուրիստ ենք, գործրել, Մարիամ։ Երևի, դա ես մա համեստությունից դրդված չեմ կարող դա ասել։ Կարող ենք վերջնական տեսք նայել, ծաղկումի։ Ձեր էներգետիկան, հավատացեք, կրեատիվի համար ամենակարևոր հիմքն էր, այս սիրուն մարդիկ, որ այստեղ են, Սարումի թիմը, և իհարկե դու սիրելի, Սարումի տիրուհին։ Սիրում եմ քեզ շատ, չմոռանանք շնորհակալություն ասել մեր ամենահիմնարար ընկերոջը Մադամ Արմենիա գործարակումբին, որը մեզ այսպես միավորում է, կանանց դարձնում է երջանիկ և չկա մի օր, որ մենք ակումբի շրջանակներում միմյանց ունենալով ժպիտ չունենանք։ Ատվով կրում եմ սարումցի տիտղոսը։